Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Բարև ձեզ, Շանթի եթերում դուք դիտում եք Քաղցր շաբաթ հաղորդումը, ձեր հետ Բոնին է եւ Լիկան, եւ այսօր Լիկան կասի ինչ ենք պատրաստելու։ Բոնի առայժմ չգիտեմ ինչ ենք պատրաստելու, մենք կպատրաստենք, հետո կորոշենք անունը, քանի որ իմպրովիզացիա է։ Էլի, մենք ունեցել ենք խմորեղեն, որի անունն էր Բոնի։ Այո։ Մյուսը ինչա, Բեգլարյան, իմ ազգանունը։ Դա Վահե։ Ահա։ Բոնի Վահե։ Կարա Վահե լինի, եթե համով լինի։ Եթե համով լինի կդնենք Վահե, եթե համով չլինի կդնենք Բոնջովի։ Բոնջովի։ Սիրում ես Բոնջովի երգերը։ Ես հին երգիչներին շատ եմ սիրում, հիմնականում բոլորին։ Երաժշտական ճաշակը չգիտեի ես Լիկայի։ Կիմանաս շուտով։ Ես քեզ լավ երգեր կուղարկեմ ուրեմն։ Ամել ողջույն։ Ես չբարևեցի։ Շատ ուշաբարևում Լիկային։ Այո, կարևորը բարևում է։ Արի ես անգամ քո անունով խմորեղենը լինի։ Լիկա խմորեղեն չկա, չէ՞։ Չկա։ Ահա։ Եթե համով լինի, լինվա Լիկա։ Իսկ եթե համեղ չլինի, Չլիկա։ չլիկա, չլիկ։ Հա, չլիկ։ Չլիկ դաստա։ Դե սկսենք։ Ինչ է պետք մեզ պատրաստելու Լիկա խմորեղենը։ Մեզ Լիկա խմորեղեն պատրաստելու համար հարկավոր է մարանիկ, ցանկացած ինչ ուզում է լինի, ոսկե հասկ, ինչ ուզում է թող լինի, իջևան իմիջայլուց, իջևանի ջեմեր, գինիներ, կամպոտներ, միլկին, էլով ունենք։ Էլով ունենք։ Մարանիկ ասենք, ոսկե։ Մարանիկ ասեցի։ Բոլորը ասել են։ Բոլորը ասեցի։ Այսինքն, եթե այդ ամեն ինչը լինի, ես կարող եմ պատրաստել ընդամենը։ Հասկացա։ Արի այսպես անեմ ես։ Ու սենց հայտնվի սեղանին։ Արի։ 3, 2, 1։ Ահա։ Տեսար մեր ռեժիսորը ինչ արեց։ Չէ, այդ ռեժիսորը չարեց, ես դու արեցիր։ Հրաշագործ Բոնի։ Այո, հրաշագործ Բոնին։ Ինչ ենք անում, Բոնի, ուրեմն նայ, ինչ ենք անում։ Բացատրեմ։ Ռիլեյ նայում, բաղադրատոմսը չկար։ Կար երևույթը, ինչ են անում։ Եվ ես էլ այդպիսի ռիլ նկարեցի ու բաղադրատոմսը չասեցի, բայց հիմա մենք արդեն բաղադրատոմսը կասենք։ Այսինքն սա հնարված բաղադրատոմս է նայելով։ Հասկացար, նայել եմ։ Սովորել։ Չեմ սովորել, նայել եմ, ենթադրել եմ ու հիմա մենք դա կանենք։ Բայց առաջի փորձն է թե Չէ, սա երկրորդ փորձն է, ստացվել է, բայց ես հիմա պետք է ավելի զարգացնեմ համը։ Այն ռիլը, որ մի անգամ նկարել եմ, գնացել է իմ Instagram-ով, բաղադրատոմս չեմ ասել եւ ասել եմ Շանթի եթերով, արդեն բաղադրատոմսը ավելի զարգացած վիճակում կտեսնենք։ Հասկացա։ Դե Հասկացար։ այդ ռիլ նայողների համար հիմա ասում ենք բաղադրատոմսը, ինչ է պետք։ Սա ֆիլո խմոր է, բարակ շերտեր է։ Տեսնում ես։ Բայց ինչ է։ Առաջ անգամ տոնս ասում։ Չես տեսել։ Բացեմ։ Բաց ես ակնոցներս գտնեմ, որ քեզ օգնեմ գործիքները չկարողացար այսպես անես, որ գան։ Գործիքները բարդ է մի քիչ։ Որ ծանր է։ Ահա բացեցի։ Բաց հիմա շատ զգուշ, որ չպատրվի, որովհետև Բայց ինչ շատ զգուշ ինչ անեմ։ բաց։ Նայ։ Հստակ։ Ահա։ Օ։ Ահա։ Նավտի հաշվես։ Հաշվենք։ 1 2 Չէ, որ հաշվես շատ է։ Մի 8 երևի։ 8։ Տենց էլ գիտեի, որ տապակը մեջը չի։ Ահա, բայց մեզ պետքա տապակ։ Մեզ պետքա տապակ, մեզ Սենց պետքա անեմ տապակը գա։ կարակ, չկարողացար կարակը։ Սպասի, սենց անեմ կարակն ու տապակը գա։ Արա։ Ահա։ Օհո։ Տեսար։ Հենց էլ կարակ։ Բոնի են կարասով ոսկին չկա։ Կարասով ոսկին ո՞րն է։ Ոսկի մեծ կարասով։ Կարասով ոսկի ունենենք, ստեղ ինչ ենք անում, Նիկաժան։ Դες ինչ արա որ գա։ Դրանք տենց թանկանոց բաներ չեմ կարում։ Էժան մատչելի բաներ։ Կարակն էլ ասեմ քեզ մատչելի չի։ Ինչ ենք անում, ուրեմն տապակը։ Ահա։ Յուղում ենք։ Յուղում ենք։ Ահա։ Սա մեզ պետք չի, չէ՞, ասում ենք ախպա։ Չէ, ոնց պետք չի։ Ոնց Ինչ պետք ենք չի։ անում։ Հետո պիտի փաթաթենք մեջը դնենք տորթը։ Սենց տոպրակով բան, բուրում։ Բուրում։ Բայց ես միշտ բուրում չեմ ասել եմ դուրում։ Բայց ճիշտը ո՞րն է։ Ճիշտ է ինձ թվում է բուրումն է, որովհետև տիպը բուրում։ Մի բուր։ Հա, մի բուր։
Մի բուր դուրում։ Հիմա նայ, մենք տարբերակներ շատ ունենք։ Կարևորը որ ամբողջ խմորը յուղա պատվի, մենք կարող ենք սա դնել ջեռոցի մեջ հալածնել, հետո կտրտենք ու խառնենք։ Կարող ենք միկրոալիքային վառարանի մեջ խառնել, արի դիշ մի անգամից Ուր։ ջեռոցի մեջ թող հալվի, մինչև հալվի մենք սա կկտրտենք։ Ջեռոցը դնեմ սա այսինքն։ Այո։ Իսկ այս 180 աստիճանը լավ է։ 180-ը լավ է։ Ահա։ Այդ ինչ է։ Գործիկ։ Նա ինչ ենք անում։ Ուրեմն զգուշ, որ չպատրվի։ Ես քեզ ցույց եմ տալիս ու ես անցնեմ խնձորին մեջտեղից։ Մոտավորապես մի սանտիմետր հեռավորության վրա կտրատում ես, որ չշարժվեն տեղից, որովհետև հետո դից տենց քառակուսի անենք։ Հիմա ասես նույն ձև կտրելով գնամ։ Հա։ Իսկ եթե մի բան սխալ անեմ, ինչա լինում։ Ոչ մի բան։ Վերջ։ Ուզում եմ հասկանալ ինչ որ պատիժ կամ ինչ որ բան կա։ Չէ, քեզ ինչ պատիժ, Բոնի ջան։ Պատժում են չարերին, վատերին։ Բայց ինչ գիտես, որ ես չար չեմ Դու օրինակ։ չար չես։ Ինչ գիտես։ Նայ աչքերիս։ Չէ, չար չես։ Հաճախ հայացքը խապուսիկ է։ Ոչ, ինձ համար խապուսիկ չի։ Դու չես սխալվում այդ հարցում։ Ես արդեն երբեք չեմ սխալվում։ Ես նայում եմ աչքերին եւ գիտեմ ներսը ինչ կա։ Իսկ ինչ կա իմ ներսում։ Նաեւ գիտեմ ուղեղում ինչ կա։ Օպա։ Ահա։ Ինչ կա իմ ուղեղում։ Կա։ Հա։ Հա։ Նախ լավա կա, հա։ Կարևորը կա։ Ահա։ Լավ եմ կտրատում։ Շատ գերազանց։ Շարունակում ես։ Բայց ես կտրելը չեմ հասկանում ինչ ենք անելու Հիմա իրականում։ կտեսնես։ Եթե ես նախապես պատմեմ ինչ ենք անելու, էլ հետաքրքիր չի լինի հաղորդումը։ Հա։ Իսկ պատմեմ։ Սիրում ես վերջը Ընթացքը։ անսպասելի լինի։ Ընթացքը պետք է տեսնեն ինչ ես անում, ինչպես ես Ընթացքը միշտ ավելի հետաքրքիր է լինի։ Այո։ Ես ինչքան բարակ եմ կտրատում։ Իսկ դու սիրում ես խնձոր։ Սիրում եմ խնձոր, Իսկ քո ամենասիրած միրգը ո՞րն է։ խնձոր։ Հա։ Չէ, ես առհասարակ բոլոր մրգերը սիրում եմ, չկա այդպեսի միրգ, որ ես չսիրեմ։ Բայց չեմ ուտում։ Մայլ սիրել ուղակի սիրում ես, հա, տենում ես Հա։ տենում ես խնձոր, ասես վայ ես քեզ ոնց եմ սիրում։ Այո, Բայց չեմ ուտի, քեզ որտեվ քեզ շատ եմ որտե սիրում։ շատ եմ սիրում։ Ափսոսա, սիրունա, մեղքա, կցավա, որ ատամներով կծես։ Բայց դեպքում դու ինչ ես ուտում։ Ոչ մի բան։ Պատմի ինչ էիր անում մի շաբաթ առանց եթերի, առանց ինձ, առանց քեզ։ տորթերի։ Վայելում էի 26 թիվը։ Ոնց անցավ քո ամանորյա հանդեսը։ Շատ լավ։ Հա, շատ ինչ էիք անում։ Տանեցիներից հետ եմ դիմավոր, եղբայրս եկավ։ Մաման երեխաների Ամերիկայից։ Այո, մաման Ամերիկայից եկել էր։ Ահա։ Տենց։ Քո ուղարկած խմորեղենները կերանք շատ համով էր։ Չի, իրականում չեմ մոռացել, ուղարկել եմ։ Ստորիների մեջ նայեցիք, նշել էր, չէ՞։ Բայարկե։ Հաշվեն քանի գիծ եմ արել։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 15։ Հիմա, Չասես մի հատ էս պիտի կտրեմ։ հիմա սենց ես Էդի կավիր կտրտում, եմ։ իսկ հետո արդեն հատիկ պիտի հաշվես, քանի հատ քառակուսիկ եղավ, էսպես։ Լուրջ, շատ կարևոր է։ Մաթեմատիկա է։ Չէ, սա մաթեմատիկա չի, սա Այս մնաց կես ընդեղ։ ոչ չի։ Արի ես քեզ օգնեմ։ Իրար վրա դնեմ։ Ահա։ Իսկ ինչի է բարդ աշխատանքները միշտ ինձ տրվում, ես չեմ հասկանում։ Արի բարակ կտրատի խնձորը, արի։ 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 Իսկ բարդ աշխատանքը Ինչն է բարդ, խնձոր եմ կտրում։ կանեմ ես։ Հա։ Այստեղ ոչ մի բարդություն չկար։ Կարևորը իրար չկպնեն։ Նա այնպես թափանցիկ բարակ եմ կտրել, այդ երևում է մյուս կողմից։ Շատ լավ է։
Դու ամեն ինչ հոյակապ ես անում։ Այո։ Դու ես հասկացել եմ, դժվար բաներ տալիս ես ինձ, որ ինչ-որ մի բան ես այդպես սխալ անեմ, ասես դու ես Բա մեղավոր։ իհարկե։ Իհարկե։ Բայց ես էլ հասկացա այդ ամեն ինչը ու Փոսփորը փոսփորը մի բան ասեմ։ Հա։ Սխալվել գոյություն չունի։ Միշտ կարելի է սխալը ուղղել։ Հետո այդ սխալները մեր համար է, որ մենք մեր սխալների վրա սովորենք։ Դրա համար եթե սխալվես, ես երբեք չեմ ասի դու ես մեղավոր։ Կասեմ բոնի ջան, տեսար ես ինչը սխալ արեցինք։ Արի հաջորդ անգամ անենք ճիշտ։ Ներտես չանենք, այսինքն։ Տեսար։ Ես կտրացեցի խնդիրը։ Ապրես։ Լավա։ Շատ։ Իսկ խնդիրը ինչ ենք անելու։ Խնձորը դնելու ենք մեջը։ Խնձորը առայժմ մեզ պետք չի։ Դու կարող ես Իսկ խնձորի ջեռոցից միգուցե կարակը բերենք։ Հա, եթե չի վառվել, բեր։ Հալվելա լրիվ։ Հալվելա։ Այո։ Շատ լավ է։ Բայց մեզ բռնի չէր, հեսա։ Առանց բռնիչ բեր։ Ուզում ես մատերս պետք չի վառեմ։ հիմա։ Երկու հատ պետք։ Հիմա պիտի հաշվես բոնի։ Եկավ, սա եկավ, ուր ենք դնում։ Ես ինչ տակա։ Դիշ։ Սա էլ մեր կարակը։ Սա էլ մեր կարակը։ Հիմա նա ինչ ես անում։ Կամաց բացում ես։ Հնարավոր ինչա, անպայման չի ամբողջը բացել։ Լսում ես կարակի վրա։ Ցեց ուղակի։ Այդքան բան։ Հա, շատ հեշտ։ Այդ ինչ հեշտ է։ Հա, բայց այդ ձեռնոցներով արի։ Տեղափոխենք։ Հակի, չէ, մի տեղափոխի։ Վերցրու։ Ձեռնոցով։ Այո։ Չէ, ուրիշ ձեռնոցով է պետք անել Չէ, ես դա։ ձեռնոցներով Չէ, եմ դրանով ոնց է սրանով թափ բան ենք բռնում։ Սրանով կարամ բոքս սովորացնեմ քեզ։ Սովորացրու։ Ես էլ կարամ քեզ բոքս սովորացնեմ սրանով։ Դա չեղավ Չէ, բոքս։ այս սրանով։ Դա եղավ Դա նոր բոքսի տեսակ է։ Այս կարակը սենց անենք որ հալվի, հա, երևի լրիվ։ Ֆայնս լավն է, չէ։ Շատ, չէ, քո հետ ուղակի հաճելի է աշխատել։ Այո։ Հա, ես հիմա որ արդեն առանց քեզ թխում եմ, մի տեսակ զգում եմ մի բան։ Իսկ ինչի, մի չես բան պակաս է։ ընդունել ինձ կոմոդ աշխատանքի։ Բայց դու պիտի ուրեմն դուրս գաս քո մյուս աշխատանքից։ Ինչքան կվճարես ինձ։ Նայած ինչքան վճարես։ Նայես դու ինչքան ես ստանում։ Այդ չեմ կարող ասեմ, դու ուզում ես արդեն կամաց իմանաս ես ինչքան Հա։ աշխատավարձ եմ ստանում։ Այո, եւ կողմնակի եկամուտներ ունես թե չունես։ Կողմնակի միշտ ունեմ։ Իսկ մի վարքյան, ես sense բացեմ, sense պրոստել եմ։ Լցրու վրան։ Մի վախի, հա, հանգիստ բաց լցրու։ Հաշվելով։ Հաշվելով չեմ կարա։ Չէ, դա առանց դրա չի լինի։ Լավ, 34, 34։ 61։ Լավ է։ Այստեղ գոնե մի 2000։ Բայց դու գելու ես, եթե հաշվեցի։ Անպայման հետո ես վերա հաշվելու եմ։ Հա, կարում է։ Ահա, վերջի կատարվածքները։ Всё, պատմի։ Ինչը պատմեմ։ Ինչ կա չկա։ Ուր էիր։ Երբ։ Նոր տարուն։ Պատմեցիր, հետո ինչ էի անում։ Խմեցի։ Նվեր ստացել ես դու նոր տարում։ Հա։ Ինչ ես ստացել։ Ստացել եմ։ Ումից եւ ինչ։ Տղայիցս, Ահա։ մամայից, քրոջս ընտանիքից, ընկերներից, Ահա։ Իսկ պրովոկացիոն հարց։ Ում նվերն ամենաշատը դուրը տեկ է։ տղայիս։ Որովհետեւ տղատեր, Իհարկե։ այսինքն դու տարբերություն ես դնում։ Հա, Տղայի եւ հարևանի մեջ։ այո, միշտ։ Եվ կարծում եմ արդար է։ Իսկ ես նվեր չեմ ստացել։ Ինչի՞։ Բայց ես քեզ որ նվեր ուղարկեցի, այդ խմորեղենը նվեր Դա չէ։ բոլորի համար էր։ Տանեցիներով ենք կերել։ Բայց դու էլ ես չէ կերել քո փայը։ Հա, Դե, ինչ ես բողոքում։ բայց ես հեշտ տարբերակ գտա։ Նայ։ Նոր փողերը sense մարդիկ բան են, ամ рэպերները։ Դες դու փողի մասին ես մտածում։ Իսկ ես Նայ, рэպերի պես։ այն որ հարսանիքից հետո sense լցնում են, է։ Հա, բայց նայ հարսանիքը ինչ վատ բան է, նայ ինչ եղավ, սա լծվավ միտեղ։ Իսկ рэպերը, Դու կառանձնացնենք։ հա։ Հա։ Իսկ sense կարաս անես։ Հա, այդ է անում, рэպերը։ Կարաս рэպ կարդաս։ Չէ։ Խոհանոցում շանթի։ Մենք պատրաստում ենք լիկատորտ։ Լիկան լրիվ սորտ։ Հետո բոնին կողքը կոլոտ։ Լավներ։ Հետո ասելու է
նեղացնում ես ինձ։ Այդ ես կարամ իմ վրով անեմ ու տենց հումոր։ Ես կարամ ասեմ ինձ կոլոտ, ուրիշը չի կարա։ Ուրիշը չի կարա։ Այո։ Բայց դու կոլոտ չես։ Ցածրահաս։ Կոլոտը գիտես որն է։ Կոլոտը այսքանն է։ Բայց ինչ եմ։ Ինչի՞ են քեզ ասում։ Միջին բոյի եմ ես։ Ու նորմալ բոյի ես, քո բոյի ինչի չեն լինում։ Լինում են։ Ինչ կա։ Այդ իմ նախկինների մամաներին պիտի ասես։ Ինչ որ մեկը քեզ կոմպլեքսավորել է անիմաստեղը։ Էս հետո ինչ ենք անելու մենք այս ամեն ինչը։ Դնելու ենք էլի ջեռոցը, լավ տապակելու ենք։ Հա։ Հետո նորից ենք առանձնացնելու։ Դու հասցնում ես հաշվես։ Հա։ 254։ Չէ, արդեն 2000 քանիս է այդտեղ։ Ավ շատ մի տանջվի բոնի։ Ես սիրում տանջում։ Որակի համար պետք է տանջվել։ Այո, գնաց ջեռոց։ Սենց։ Հենց սենց։ Հենց տենց։ Իմարկյան։ Շո։ Ուր ես գնում առանց սրա։ Ձեռնոցները վերցնեմ։ Դու ուզում ես իմ մատերը, հա, տակ չի։ Հա։ Իսկ դու արդեն հմտացել ես, տակությունը չես զգում։ 180 աստիճան։ Իսկ ինչքան պետք է մնա ջեռոցում, այդ հեռուստը։ Մինչև կարմրի։ Մինչև կարմրի։ Հա, իմիջալը սովորի, նայ։ Երբ որ ասում են ջեռոցում, այսիչքան աստիճան պետք է թխել այսքան րոպե, դա կատեգորիկ սխալ է, սիրելիներ, շատ սխալ է, որովհետև բոլորի ջեռոցները տարբեր են, տարբեր ժամանակի հատվածում։ Ինձ երբ որ հարցնում են քանի րոպե, ես միշտ ասում եմ մինչև թխվի։ Եվ վերջապես գոյություն ունի չոպիկ եւ աչք որ տեսնում է գույնը։ Չոպիկով ոնց ենք ստուգում, թխվելա թե չէ։ Չոպիկով ոնց է ստուգում, մտցնում ես, հանում ես։ Եթե վրան խմորը կա դեռ թաց, ուրեմն հում է։ Եթե մտցնում ես, հանում ես չորա, գույնել սիրուն, արդեն վարդագույն։ Բա որ մտցնում ես, ուտում ես սևա։ Այդ արդեն վերջ վառել ես։ Դե վառել եմ։ Վառել ես։ Որտե եղել էր տենց հետս։ Հա, ինչ ես տխել։ Բրաունի։ Առանց ինձ, հա, դե բրաունին, բրաունին միշտ սևա։ Ահա, հիմա ինչ ենք անում, նայ, այստեղից միլկին։ Միլկին կաթն ենք վերցնում։ Միլկին կաթն ենք վերցնում, եւ մեզ հետ կապ է հաստատում Պամելան։ Պամելան եկավ։ Ողջույն։ Բարև, հրաշագործ, հրուշակագործ իմ բարեկամներ։ Բա Պամելան պիտի գա Բոնի ջան, ելով կարող է ինձնից ավելի լավ խոսել Միլկինի մասին։ Դե դուք շարունակեք, իսկ ես իմ սիրելի հեռուստադիտողին ներկայացնեմ Միլկին կաթնամթերքը։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք, հայկական արտադրանք առանց կոնսերվանտների եւ գլյուտենի, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը, տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Հաճելի էր։ Շնորհակալություն։ Ինչ ենք անում մենք։ Ինչ ենք անում, այստեղ սա դեմիլիտրանոց կաթ է։ Մեզ ինչքանն է պետք։ 700 է պետք։ 700 է պետք։ Ես հաշկաչափով մոտավորապես պատկերացրու։ չեմ հասկանա։ Սրա մեջ ենք անում կաթը։ 700 մլի կաթը լցնում ես այդտեղ։ Բայց 700 մլի չեմ կարող հասկանալ։ Պատկերացրու, դե պատկերացրու։ Թող լավ լցնեմ, տնեմ ճիշտ չափեմ։ Ես գիտեմ 700։ 300։ 300-ը աչքով հիմա պատկերացրու։ Այստեղից եմ ես պակասում, ոչ թե այնտեղ հաշվեմ ինչքան ստեղ լցվել։ Տեսնում ես դու ամեն ինչ կարողանում ես անել ու հետո ասում ես չեմ կարող։ Հիմա եթե կշռենք հաստատ 700 գրամ կստացվի։ Ես թվում է սա արդեն 30 Մի քիչ։ Ճիշտ չի։ Մի քիչ էլ այն 10 մլին, շատ էր լավ։ Так, հիմա բոնի։ Բոլոր 4 բաղադրիչները ծունելա 4։ Խառնում ես։ Լցնում ենք ստեղ։ Չէ։ Բա։ Խառնում եմ սենց տեղերով։ Փորձենք այստեղ։
կոտրում է իրար։ 4 բաղադրիչները լցնում ես։ 4 բաղադրիչները լցում ենք։ Չէ, ես չեմ ջղայնանում։ Այդ ի՞նչ է։ Ալյուր։ Ալյուր, շաքարավազ։ Ալյուրը լցրեցինք։ Շաքարավազ։ Շաքարավազ։ 1 ճաշի գթալ։ Բայց ես միշտ ճաշի գտալ, որ ասում են ճաշի գտալ։ Ահա։ Հիմա կարող եմ մարդ կա, ճաշը ուտում է պուճուր գտալով։ Դե այդ մարդը ուրեմն պուճուր մարդ է, իր Չէ, այսինքն եղավ պուճուր ճաշի գտալ։ դե պետք է հասկանաս էլի, օրինակ տես ստանդարտ ճաշի գտալ գոյություն ունի, իսկ եթե պուճուր ճաշի գտալը մարդը պետք է հասկանա, որ դա պուճուր ճաշի գտալ է, սա ստանդարտ է։ Իսկ պուճուր գտալ են ինչի գտալ են ասում։ Թեյի գտալ, դեսերտի գտալ։ Ինչի թե, կարող ոչ մեկ թեյ չի խմել։ Ու այդ գտալով, օրինակ չգիտեմ, աղա լցրե։ Չէ, ինչ եմ ասում, աղի գտալ։ Ընդհանրապես պետք է այդ մեծ հասկանալ։ Հայերեն լեզուն, ասենք ճաշի գտալ։ Ինչի ճաշի գտալ, թեյի գտալ, Հիմա մենք դեսերտի դրանով գտալ։ լսում ենք ինչ։ Հիմա սրանով մենք լցնելու ենք օսլան։ Օսլայի Մարանիկի։ 1 ճաշի գտալը 25 գրամ է մոտավորապես։ Հա, մոտավորապես 25 գրամ է։ Հիմա տես Մարանիկի օսլան, պարտադիր Մարանիկի, եգիպտացորենի օսլա, այսքան արդեն 25 գրամ է։ Այս 25 գրամ։ Բա իմացար ինչ եղավ։ Ինչ եղավ։ Տիկին Ամանդան զանգահարեց նոր տարուց առաջ։ Հա։ Նոր տարուց առաջ տիկին Ամանդան զանգեց, ինձ խնդրեց, որ գնանք իրար հետ նոր տարվա համար ինչ որ բաներ առնենք։ Գնենք։ Զանգեց ասեց. «Լիկա ջան, Բոնի ջան», ասեմ Բոնին իմ հետ չի։ Հա։ Ասեց ուզում եմ գնամ նոր տարվա համար ինչ որ բաներ առնեմ, արի ինձ օգնի, դուք լավ եք հասկանում։ Ասեցի լավ, Բոնին զբաղված է։ Ես կգամ կօգնեմ։ Մտանք անոտ։ Ինչ կար Մարանիկ առավ, ասում եմ բա բուդը, ասես բուդը Մարանիկ չի, չեմ ուզում։ Ամբողջ նոր տարվա իր սեղանը Մարանիկով, տոնածառն է զարդարես Մարանիկով սուրճերով։ Ես սիրուն էր, չես պատ չէ, այս ամեն ինչով սենց կախել էր տոնածառից։ Հա։ Էնա զանգում է։ Ով Ամանդան։ Հա, բա ինչ, բարև ձեզ, ողջույն։ Բարև ձեզ։ Լիկա ջան, Բոնի ջան, ինձ որ մնար ոչ միայն տոնածառը, այլև ամբողջ կոհանոցը կզարդարեի Մարանիկով։ Մարանիկ չի է, համեմունքների թագուհի է։ Դե լավ, դուք շարունակեք, իսկ ես խոսեմ Մարանիկ թագուհու մասին, թե թագավորի, չէ, միանշանակ թագուհի։ Ուրեմն լսեք։ Պատմեք։ Մարանիկն առաջարկում է ծավարերենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այլ թվում մեր բոլորի շատ սիրելի զիփ հավաքածուն։ Զիփ հականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաեւ ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շատ շնորհակալություն։ Ահա։ Բայց Ամանդան որ զանգել է, ինչին ես չես մետ ասել, Ամանդան զանգել է տեղ են գնում։ Դե դու Կարող է ես այրոթանավակայում մեր այդ ժամանակ։ Կարող է ես հանուն իր հետ թռնում եի հետ։ Ես համեկո համարը չունեի։ Դու այդպես էլ ինձ քո համարը չտվեցիր, մոտավորապես ասեցիր երեքներ։ Դու կզանգես Պամելային, Պամելայի հետ կգնաս։ Իսկ ինչ եք անում ստեղ բանենք։ Բոլոր 4 բաղադրիչները լցրեցինք, հիմա ձուն լցնում ես այստեղ խառնում ես, այստեղ իհարկե մենք համի համար կավելացնենք Մարանիկի մի քիչ աղ։ Վանիլ, բնականաբար Ձուն կոտրեցինք, 2 ձու, չէ։ 2 ձու։ Так, մկրատ։ Ապրես, այստեղ ես կանեմ աչքաչափով վանիլը։ Եվ սա ինչ պիտի անենք, խառնենք։ Խառնի։ Այսօր տրամադրություն ունես։ Հա, ինչի, նայած ինչի տրամադրություն։ Ընդհանրապես ունեմ, այո։ Լավ տրամադրություն ունես, որովհետև ես քեզ կարող եմ Իջևանի գինի առաջարկել, բայց եթե ունես լավ տրամադրություն, կարող եմ կամպոտ առաջարկել։ Ես ալկոհոլ այդքան էլ չեմ սիրում։ Նենց որ ավելի լավ է կամպոտը քո թեման էր։ Սա ես ինչ եմ, այստեղ եմ դնում։ Դիր։ Այսինչ, սենց խառնում եմ։
Ուրեմն իջևանի, գինու կոնյակի գործարանի կոմպոտ։ Դու ինչի կոմպոտ ես սիրում, ես օրինակ հոնի կոմպոտ շատ եմ սիրում։ Ես էլ եմ սիրում, դες ինչ գեղեցիկ գույն ունի։ Իմ տատին շատ համով կոմպոտներ է պատրաստում։ Հա, իսկ հիմա արդեն իջևանի կոնյակի եւ գինու գործարանն է պատրաստում, տատին կա։ Տղամարդ, հենց որ տղամարդ որ կոմպոտը թափում է քո վրա։ Պատկերացնում դու որ կոնյակ գինին բացեիր։ Հա, հենց էլ ես չխմած եմ սենց։ Շոմպայն է։ Բոյնի ջան, ուրեմն Իջևանի կոնյակի գործարանը ոչ միայն իր գինիներով եւ կոնյակներով եւ կոմպոտներով է հայտնի, այլ նաեւ հայտնի է պահածոներով։ Դու գիտեիր ինչ ջեմեր ունի, ինչ թթուների տեսակներ ունի։ Լուրջ ես չգիտեի։ Լուրջ, մենք հարուստ ենք, որովհետեւ ունենք Իջևանի գինու կոնյակի գործարան։ Եվ մենք այսօր ջեմն ենք օգտագործելու այս խմորեղենի մեջ։ Հա։ Հիանալի։ Լավ, արի ես խմենք մեր խմորեղենի համար։ Արնոլդով է։ Բոնին ստեղ ինչ Արնոլդ։ Ինչ է ինձ Արնոլդ հարցնում։ Արնոլդ ուզում եք այդ կապվի։ Ախ, նոր գործընկեր ունենք։ Արնոլդը Իջևանից։ Ուրա։ Հեսա։ Մենք նոր գործընկեր։ Բարե, եթերային խոհանոցի հրաշագործներ։ Այո, ճիշտ լսեցիք։ Դուք նոր հրաշալի հավատարիմ գործընկեր ունեք, որի անունն է Իջևանի գինու կոնյակի գործարան։ Ես Արնոլդն եմ։ Շվարցնեգերը չեմ, բայց Արնոլդն եմ։ Տեսա, որ խմում եք մեր հայ արտադրողի շատ համբեղ հյութը, անմիջապես միացա ձեզ։ Խմում ենք։ Դե լավ, դուք վայելեք իզես խոսեմ Իջևանի գինու կոնյակի գործարանի մասին։ Տարիներ շարունակ պահպանելով հայկական գինեգործության հարուստ ավանդույթները, Իջևանի գինու կոնյակի գործարանը ներկայացնում է գինիներ, որոնց մեջ միահյուսված են բնությունը, փորձը եւ վարպետությունը։ Հայտնի է նաև իր բարձրորակ բազմահամ պահածոներով։ Ընտրված է տեղական բերք, բնական բաղադրիչներ եւ ժամանակով փորձված տեխնոլոգիաներ։ Վաճառվում է ամենուր, նաև գործարանի ֆիրմային խանութ սրաններում։ Իջևանի գինու կոնյակի գործարան։ Գինեգործությունը որպես արվեստ։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Բայց իրոք շատ համով կոմպոտ է։ Հա։ Շատ։ Ինձ դուր եկավ։ Արնոլդին առաջ անգամ էի հանդիպում։ Հետո ու իրոք շատ համով կոմպոտ է։ Շատ։ Չխառնենք էս իմնա, էս քոննա։ Ինչի զզվում ես ինձ։ Դու ցստենում ես։ Ես ինչքան եմ խառնելու։ Դու խառնում ես մինչև դառնա միասեր զանգված։ Ապրես։ Միասեր զանգված, այսինքն բան։ Միասեր։ Չեմ ասի, լավ։ Ինչ էիր ուզում ասել։ Չեմ ասի։ Մեր հաղորդումը։ Ով հասկացա։ Մեր հաղորդումը 12+ է։ Հիմա նայ, ամեն անգամ քո հետ հաղորդման ժամանակ մեզ մոտ 1 թիվ բարձրանալու է։ 16+, 20+, 90+, 100+։ Հայ որ հասնենք 100+-ի, մեզ 4 հոգի է նայելու, այդ ես ուզում։ Դա խելոք մնա։ Հայաստանում նայ, ստացվեց։ Ապրես ստացվեց։ Հետո Հիմա կամած ես ավելացնում եմ կաթը։ Ահա, ու ես էլի խառնում եմ։ Դու բացում ես այնպես, որ գնդիկներ չլինեն։ Իսկ սա հետո ինչ ենք անելու։ Սա հետո լցնելու ենք այն 7000 թերթանի խմորի վրա։ Հա։ Ու թխելու ենք։ Իսկ այդ 7000 թերթանի խմորը ինչ վիճակում է։ Չենք վառել, չէ՞։ Ինձ թվում է ջեռոցը չի էլ միացել մի րոպե։ Չէ, միացել է։ Ապրես կաթը կամած ավելացնում ես։ Ձեռքս հոգնես։ Դե լավ էլի ինչ գործ տալիս եմ քեզ, ասում ես դժվար է, տուր։ Թող կանեմ, չէ, էսի ծանր է։ Ես որը որ ինչ որ փչացնելու հավանականություն կա։ Չես փչացնի, ես քո կողքն եմ, ոչինչ դու չես փչացնի։ Փչացնես կթափենք իսեր Աստծո։ Հա, այնց է շտապ վերաբերում։ Եվ վերջում կասենք հաղորդման ներողություն չստացվեց։ Ներողություն չստացվեց բոնի պատճառով։ Հա, չէ, ես չեմ ասի բոնի պատճառով։ Ապրես։ Շատ լավ է բոնի։ Օրագիրդ բեր, ես քեզ 5 եմ նշանակում։ Շնորհակալություն։ Բայց մեր թվերի 5-ը։ Հիմա թվերը 5-ը ուրիշ է, չէ՞, ցածր։ 5-ը ցածր է, հա։ Հետո մաղով կանցկացնես նորից այստեղ։
Հա, իդի պիտի էս ամեն ինչ հասկացնենք Խառնի, կտե։ բայց նոր, հա, լավ խառնի, որ գնդիկներ չլինեն։ Ինձ թվում է չկա։ Հիմա խնձորը։ Խնձորը ես դու ես կտրել։ Չէ։ Ոնց որ այն հեռախոսների խնձորը լինի։ Հա, կամ թիթեր, Կամ սիրտ։ կամ սիր։ Ինչ Կամ ռոմանտիկ է։ գիրք։ Դու ռոմանտիկ Նայ։ մարդ ես։ Չէ։ Ոնց չէ, Նայ, սիրտ գիրք։ տեսար ես թիթեր։ Հա։ Հա։ Ես ամենտեղ եմ սիրտ տեսնում, որովհետև ես շատ սիրող մարդ եմ։ Ռոմանտիկ ես այսինքն։ Դա ռոմանտիզմի հետ կապ Ռոմանտիզմի հետ չունի։ կապ ունի դա։ Ուղղակի դու ուզում ես հերքես, որ դու ռոմանտիկ ես։ Չէ, ռոմանտիկը գիտես որն այն որ ինչ որ Ինչ։ չգիտեմ։ Էսի ռոմանտիկ է, էսի պարողն է։ Որովհետև ռոմանտիկ չէ, դրա համար չգիտեմ։ Հա, այդ բան հնդկական։ Հնդկական պարողն է։ Կամ մատուցող, որներ ձեր սուրճս։ Ինչ են անում։ Ինչ ենք անում։ Ես մի անգամից չեմ կարող, ասես մի ձեռով թե կարող։ Ամեն ինչ դու կարաս, ամեն ինչ։ Լիկան ինձ գիտեք ինչքան է մոտիվացնում։ Այս տակինը մի հատ նորից խառնենք։ Ահա։ Ահա։ Տեսա՞ր։ Մեծ լավ է ստացվել է մոտոս։ Ամեն ինչ ստացվում է։ Դուրս ես տեղափոխեմ, այս ամեն ինչը Իսկ սա ինչ ենք անելու։ Սա հիմա սպասում ենք խմորը թխվի, Սա դու տանում ես լվաս։ տանում եմ որ հետո դու լվաս։ Ոնց թե ես լվամ։ Ուզում եմ ասեի կինը պետք է լվա ամաները, այնտեղից դու ինձ ասում ես տանում եմ որ դու լվաս։ Իսկ դու ո՞նց ես վերաբերվում դրան, որ տղամարդը աման Շատ լվալ։ բնական եւ շատ նորմալ։ Հա։ Այո։ Այդ ինչ որ հին բաներ են, որ Չէ, ես գիտեմ, որ եթե ստաբիլ տղամարդն է լվում, դա այդքան է ճիշտ չի։ Եթե տղամարդը օգնում է կնոջը, այդ հրաշալի է։ դա նորմալ է։ Դա գժական Ես է։ դրան նորմալ եմ վերաբերվում։ Հիմա նայ դարչինը մարանիկի հոտը զգացիր։ Իհարկե ըստ ճաշակի, եթե չեք սիրում դարչին, կարող եք դարչին չանել։ Ես գժվում եմ դարչինի համար, դրա համար հիմնականում ամենտեղ շատ եմ անում։ Սա լցնելու ենք ստեղ։ Չէ, սա չենք լցնելու այդտեղ, մենք սա հիմա մենք պիտի սպասենք խմորը թխվի, Հա։ կարմրի, Ահա։ սպասում ենք։ Մեկ պիտի խառնենք, բացենք, Խմորը։ շրջենք, հայ իհարկե։ Ոչ։ Վայ։ Ակնուսներից նայ։ Կորոնայի ժամանակով ովքեր ասեն ցակնոց էին դնում։ Բաներ, դիմակի տակից որ շնչում են, ցած մեկամի գոլոշ էր լինում։ Այո, ես հիշում եմ, ես այդ ժամանակ ակնուց էի հագնում էլի։ Դու կորոնայի ժամանակով կայր։ Նոր էի ծնվել, բայց Հա։ կայ, բայց ակնոցներով էի։ Փոքր ես։ Մերսի։ Ինչքան կոմպլիմենտներ ենք իրար անում։ Հա։ Այսինքն մեկ կշրջենք, բունի ջան։ Ահա։ Էլի փակի։ Վերջ։ Հերց սպասում ենք խմորը երբի։ Սենց անամ կգանք էլի։ Բայց դե բարդ է։ Դենց արա մենք Արի սենց անհետանանք, լավ։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ոնց որ արդեն պատրաստ է։ Պատրաստ է։ Ես բերեմ։ Հա, Ես կբերեմ։ քեզ մոտ լավ է ստացվում, դու բեր։ Ոայ, ինչ շատ լավ տեսք ունի։ Ահա, հիմա մենք ունենք 4 խրխրտան փաթիլներ, Չիպսիկների նման է։ շատ համեղ, ինձ այսպես է կարելի է ուտել։ Այնքան համեղ է։ Ինչ ենք անելու, Բոնի։ Ինչ ենք անելու։ Մենք ինչ արեցինք։ Մենք բովեցինք ֆիլոն, ամբողջ տուփը կտրատեցինք, այստեղ եփովի կրեմ է սա։ Եթե եփենք կդառնա կրեմ, բայց մենք չենք եփելու։ Ինչ ենք անելու։ Մենք լցնելու ենք ձևամանի մեջ, ֆիլոյի հետ միասին եւ թխենք։ Ես գիտեի հենց այս տեսքա ունենալու։ Ընդամենը։ Հա։ Չէ։ Ուրեմն որպեսի չծորա։ Ինչա թուղթ, Ստվարաթուղթ։ Չէ, ստվարաթուղթ չէ, բան։ շուշաթուղթ, Հայլաթուղթ։ ապրես։ Ճիշտ է։ Ճիշտ ես։ Լավ փակում ենք 4 կողմից։ Օգնեմ։ Կարևորը եզրերը։ Շատ լավ է։ Դնում ենք յուղաթուղթ։ Ամբողջը լցնում ես այստեղ։ Իսկ օգնությունը պետք է լինելու։ Դրանով ես լցնելու։ Չէ, բռնեմ որ լցնեմ։ Չէ։ Ինչով լցնեմ։
Տենց։ Սրանով։ Սրանով 5 տարի ես կլսնեմ։ Կարող ես թիակով, քո թիակով լցնել։ Ահա։ Ես կընտրեմ դա։ Սա ամենաբանը չի, հարմարավետը երևի։ Ահա։ Ինձ թվում է շատ համով է լինելու։ Շատ, արդեն համով է։ Հա, ես արդեն զգում եմ։ Զգում ես։ Ընթացքում, քանի դու լցնում ես, ես կդասավորեմ խնձորը։ Հա, խնձորները արանքներում պետք է լցվի։ Ահա։ Պատկերացրեցի չէ ինչ համեղա լինելու։ Հա։ Աշխատենք պատերին խնձորը չկպնի, որ չվառվի։ Այդքան էլ թող ձևավորման համար։ Հա։ Հա։ Ահա։ Այսպես լցրեցինք։ Ահա։ Հիմա վրան լցնում ենք Ես կրեմը, այո, դնում ենք ջեռոցը եւ թխում ենք մինչեւ թխվի։ 180 աստիճան։ ամբողջը լցնում եմ ստեղ։ Այո, Լավ եմ լցնում։ շատ։ Վերջ։ Ահա։ Վեր։ Գնացինք դեպի ջեռոց։ Իսկ սա որ արդեն ատամի չոփով չես կարող տեսնել չորա թե խոնավ։ Ո՞նց ենք իմանում։ Սա ամեն դեպքում պիտի ատամի չոփով։ Հա։ Հա, անպայման։ Կարող ես ուտել ինչքան ուզում ես, մենք Ես ուզում եմ ասենց այն համով ժամանակ ուտեմ, երբ որ արդեն պատրաստ է։ Սենց էլ շատ համով։ Կարող եք երեխաների համար պատրաստել այսպեսի չիփսեր։ Հա, համեն վտանգավոր չի։ Հա, Վնասակար չէ, մի քիչ կարակ կա, շատ կարակ կա։ Հա։ Խոլեստերին։ Իսկ ինչքան եք սպասելու։ Ինչև թխվի։ Սպասում ենք Սենց ինչև սպասենք չէ թխվի։ Նստի։ Հա, Իսկ չսում բաբասես։ բամբասենք Հա, ինչ որ մեկից բաբասես։ Արնոլդից։ Արնոլդից։ Հա։ Արի։ Չէ, ինչի բայց Արնոլդից տղեկից բամբասում է։ Իհարկե։ Լուրջ։ Տղաները իհարկե միշտ տղաներն էլ են բամբասում։ Տղաները բամբասում են միշտ տղաներից։ Չէ, այ ճիշտ է, տղաները բամբասում են աղջիկներից։ Այդ ամենահավոր բանն է, որ տղաները բամբասում են աղջիկներից, այդ վերջն է։ Չեն բամբասում տղաները։ Ճիշտ է, տղաները։ Տղաները ինֆորմացիաներով փոխվում են։ Իսկ ում մասին ես հեչ դու լսել բամբասանք օրինակ վերջերս։ Ես մարդկանց հետ չեմ շփվում, ովքեր բամբասում են։ Հա։ Դրա համար մի քիչ բամբասելուց հեռու եմ։ Պատմի, դու դերասանների հետ շատ ես շփվում։ Ես Քիմ Քարդաշյանի մասին լսել բամբասում եմ։ Ինչ են բամբասել։ Քայլի Ջեներներ բամբասում մոտս։ Չէ, մերոնցից։ Մերոնցից։ Քայլի Ջեները մերոնցից է։ Մերոնցից չի։ Մերոնցից ոչ մեկից։ Իմ մոտ եթե ինչ-որ մեկից բամբասում են ու ես ճանաչում, ասում եմ մի խոսացեք։ Ճիշտ ես անում։ Եվ առասարակ լավ կլինի, որ բոլորը այդպես անեն, Այո։ չէ՞։ Սիրելիներ, Բաղադրատոմսը գրվելու է, պատրաստվեք կամ նկարել հեռախոսով, կամ եթե նայում եք մեր YouTube-ով, ապա կարող եք սկրին անել։ Եվ YouTube-յան ալիքում, երբ որ մեզ դիտում եք, մենք խնդրում ենք, աղաչում ենք, որ մի երկու բան գրեք։ Կոմենտ գրեք։ Հա, էլի։ Գրեք դուք ումից եք բամբասում, օրինակ։ Թե գրենք, Չէ, թե գրենք որը խմորեղեններ ամենալավը ստացվի իրենց մոտ։ չէ, գրեք ինչ խմորեղեն եք պատրաստում։ Հա։ Կամ ինչ խմորեղեն կուզենայիք, որպեսզի բոնին Մենք- ձեզ համար պատրաստեր։ Այո։ Ինչ գրեք պատրաստում եք մի շաբաթ։ Եվ գրեք, որ բոնին շատ եք սիրում։ Ես շատ եմ սիրում։ Ինքը լավն է։ Հա։ Հա։ Սենց ես ասում, թե պաուզանտան չես։ Ես տենսներից չեմ, Հա, բոնի, չէ, վայ։ բայց ճիշտ Ես ասում։ անկեղծ եմ։ Եթե ես քեզ չսիրեի, ես քեզ չէի սիրի, ես քեզ ցույց կտայի, որ ես քեզ չեմ սիրում։ Չեմ համբերում երբայեպվելու ուտեմ այդ խմորեղենից։ Սիրելիներ, նկարում ենք, սկրին ենք անում Բաղադրատոմսը, իսկ մենք սպասում ենք մինչև թխվի։ Գնացինք։ Թխվեց։ Ես վստահ եմ, որ շատ համով է լինելու։ Ես բերեմ թե դու։ Դու բեր։ Ես տարել եմ, ես էլ բերեմ, հա։ Այո, ով տարել է, նա էլ պիտի բերի։ Հիմա այս խմորեղենը եղավ տարած հետ բերած։ Քո հումորը։ Ահա։ Եվ տաք վիճակում բոնի մենք օգտագործելու ենք տես ինչ ջեմ ունենք մենք։
Զգում ես հոտը։ Հիշում ես, չէ՞ որ եթե համով եղավ անունը դնում ենք լիկա, Այո։ եթե համով չեղավ չլիկա։ Չլիկա։ Եվ տաք վիճակում վերցնում ենք հենց այսպես կորիզներով իջևանի ծիրանի ջեմը, իհարկե ցանկացած ջեմ կարող եք օգտագործել, բայց անպայման իջևանի, որովհետև իջևանի ջեմը համեղ է։ Տարածում ենք տաք վիճակում։ Իսկ պետք է սպասենք սառին, որ կտրենք, թե Շատ պիտի սպասենք, որ սառի, որովհետև այս տորթատեսակը ուտում են սառը վիճակում։ Այսինքն սառնարանը կարելի է պահել իրան ուտել տենց։ Այո, կարող ես վաղը ուտել, սառնարանից հանել, բայց ամեն դեպքում տանը ուտեմ մենակ։ կարող ես, բայց ամեն դեպքում պետք է լինի սառը, որպեսզի համեղ լինի։ Տաք վիճակում այդքան էլ համեղ չի։ Հասկացա։ Մի գտալ մի հատ փորձի այս ջեմը, ես քեզ խնդրում եմ։ Քաղցր էի Եթե քո ուզում։ ձեռով ես տալիս կուտեմ։ Ասա։ Ես փոքր ժամանակ շատ եմ սիրում հաց, ջեմ եւ կարակ։ Հա։ Հա դու նաև սիրում էիր բլիթ վրան կարակ, ես դա հիշում Այո։ եմ։ Դնում ենք սառի, սառնարան ենք հետո տեղափոխում, երբ որ սառում է, նոր կտրում ենք եւ համտեսում ենք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Մեր խմորեղենը պատրաստ է, որը պետք է անունը որոշենք ուտելուց հետո, եթե համեղ եղավ, լինելու է լիկա, եթե համեղ չեղավ, չլիկա։ Ես կողքերը ձևավորել եմ 4 մեր մնացորդով, հիմա կտրում ենք։ Էլի առաջի կտորը ես եմ ուտելու։ Անպայման։ Եթե գեղեցիկ ստացվի, դու ես ուտելու։ Եթե գեղեցիկ չլինի կտորը, ես եմ ուտելու։ Ասում եմ միշտ գեղեցիկը պետք է տալ փոքրին։ Բայց ես փոքր չեմ։ Նայ, եթե սառացնեինք, լավ սառացնեինք, միջուկը կսառեր, հիմա մի քիչ տաքա, բոնի, ոչինչ։ Քանի որ մենք եթերում ենք, այո, ժամանակը ովքեր որ կպատրաստեն սրանից, թողեք մի քիչ ավելի սառը։ Հա։ Մենք ուղղակի անհամբեր ենք։ Դե անհամբեր որն է, սա պետք է ուտել երկրորդ օրը։ Կարող ես ձևավորել այս չորա գեղեցիկով, չիպսով, հա։ Եվ օպս, ընկավ։ Պարտադիր պետք է սառի 1 օր մնա, 1 օր հետո կլինի ավելի կոկիկ տեսք, հիմա մի քիչ տաք է, փխրվում է, ընկնում է։ Շատ համով է։ Ճիշտ ես ասում։ Անկեղծ։ Կարող ես ուտես ասում։ Չէ, ես քեզ երբեք չեմ խաբել։ Հիմա կստուգ եմ։ Շատ լուրջ, միանշանակ լիկա։ Միանշանակ անունը լիկա։ Ես մնացած կտորը հետո ստանում եմ։ Նույնիսկ տաք վիճակում, բայց դուք տաք վիճակում չուտեք։ Սառը վիճակում որ գեղեցիկ կտրվի, գեղեցիկ դուրս գա ֆորմայից, իսկական շատ համով է։ Շատ համով է։ Ու զգում ես որ մեղրի համ կա, բայց մեղր չկա մեջը։ Շատ իդեալական է, լուրջ եմ ասում։ Պաստորեն հա մեջը կարելի էր նաև ընկույզ անել, պոպոկ անել։ Ես էլ եմ։ Էլի համով կլիներ։ Ես մի 3 կտոր կտամ նոր կդնամ։ Այս ինչ համով էր լիկան։ Լուրջ, շատ համեղ է լիկան։ Կարող եք շատ համեղ են լինում։ Բայց երբ որ դուք պատրաստեք, անունը չդնեք լիկա։ Ինչի։ Որովհետև լիկա մենակ ստեղ լինի։ Չէ, ինչի։ Դու նխի լիկա լինի։ Թող լիկա ուտե։ Ես խանութ եմ։ Դե լավ, իսկ դուք ֆիքսեք լիկայի բաղադրատոմսը, կարող եք, եթե բաց եք թողել, կարող եք գնալ YouTube եւ YouTube անալիքում նայել հաղորդումը, սկրին անել բաղադրատոմսը։ Իսկ մենք վայել ենք իսկապես շատ համեղը, շատ հետաքրքիր յուրօրինակ փախլավայի համ ունի, չէ՞։ Հա, շատ համով է։ Հա, նույնիսկ փախլավայի համ ունի։ Չեմ հասկանում ինչի համար, բայց շատ համով է։ Շատ ջեմն էլ է, հետը շատ սազել։ Ճիշտ է։ Հա, խնձորնել։ Մի խոսքով մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Այո։ Ձեզ հետ է Լիկան եւ Բոնին։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։